Ապագա 3 ամիսներին պետությունը սեփականատիրոջ կամ հետ-տնօրենների խորհրդի կսկսի բանակցել գույքի սեփականության իրավունքի հատկացման վերաբերյալ հարցը, ու եթե այդ 3 ամսվա ընթացքում կողմերը չգան համաձայնության, ապա պետությունը կարող է գերակա շահի իրավունքում վերցնել սեփականության իրավունքը։ Այս հայտարարության կուզեմ անդրադառնալ, ու ինչ եք պատրաստում անել։ Ճիշտն ասած, ես լրագրողները մի քիչ զարմացած եմ, գիտեք ձեզ ոնց եմ ընդունում, ոնց եմ հարգում, կարծում եմ դա փոխադարձ է, որովհետև միշտ ասել եմ միայն ձեզանից եմ վախենում, ոչ Աստծուց, ոչ մեկից չկրկնվեմ, բայց օրինակ այդտեղ մի հատ հարց պետք է հնչեցնեիք, լավ, բա ինչ եղավ այն ազգայնացումը։ Չէ, ի սկզբանե ինչ էր ասվում, ազգայնացնելու ենք։ Իրենց քաղաքական, այսպես ղեկավարի շուրթերով։ Նախ առաջին այդ ազգայնացումը ինչ եղավ, այսինքն մեր հայրենակիցները պետք է հասկանան, որ դա ընդամենը հերթական սուտն էր, եւ երկրորդը այն սցենարը, որը որ օրենքով նախատեսված էր, այսինքն ինչ է կատարվելու, առաջարկ են անելու, սեփականատերը համաձայնելու դեպքում գործարքը կատարվելու, չհամաձայնելու դեպքում աշխատելու է գերակաշահի վերաբերյալ օրենքը։ Գերակաշահի օրենքը ենթադրում է միջազգային անկախ գնահատող գումարած 15%, այսինքն այդ գնահատականի գումարած 15% այդ արժեքից, որը վճարվելու է սեփականատիրոջը։ Հիմա նախ առաջինը իմ համար դե այն ժամանակվանից արդեն պարզ էր, որ ճգնաժամ գոյություն չունի, կարծում եմ բոլորը հասկացան, որ հեծում ճգնաժամ չկար, հիմա է ճգնաժամը սկսում, եթե չի սկսել արդեն, ապիկար անփորձ կառավարման արդյունքում, բոլորը իմ կարծիքով հասկացան ինչ է կատարվում, այն ինչ որ ամենասկզբից ասել եմ, մի քանի $100 միլիոն մենք, այսպես հայ ժողովուրդը վճարելու է վարկերը եղած ընկերության վրա, մի քանի $100 միլիոն էլ մեր գրպանից բոլորի վճարելու են սեփականատիրոջ, այսինքն ընդամենը մի այսպես քաղաքական քինախնդրության պատճառով, այսպես ասած ընկանք պարտքի տակ, էլի։ Հիմա չեմ պատկերացնում գնահատականը, այսինքն ժողովուրդը պետք է հասկանա, թե ինչ կատարվեց եւ ինչու ամենակարևորը այդպես պետք է լիներ։ Եթե իրականում ճգնաժամ լիներ, ես կհամաձայնվեի իշխանությունների հետ այն առումով, որ այո, դե ճգնաժամ է, վերցրել են կառավարում ենք, ռազմավարական օբյեկտ է եւ այլն, բայց բոլորս տեսնում ենք, որ ճգնաժամ չկար։ Այսինքն քաղաքական process-եր ի սկզբանե